Ողջույն Դավիթ ջան, Ողջույն Արտուշ ջան։ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպման համար, որ ժամանակ եւ հնարավորություն ընձեռեցիր։ Ես քո YouTube-յան ալիքի հետևորդներից եմ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քո տված գիտելիքների եւ թաքնագիտական որոշակի շերտերի բացման համար։ Հետևելով քո YouTube-յան ալիքին որոշակի հարցեր առաջացան ինձ մոտ եւ կուզենամ այսօր ցանկությունը լուծել այդ վերաբերյալ։ Առաջին հարցը, որը կուզենայի հղել, ինչ կարևոր ասելիք ունի մեր էպոսը այսօրվա հայ մարդուն եւ հասարակությանը։ Օրինակ, ինչ ժամանակահատվածի է համապատասխանում էպոսին այն ժամանակահատվածը, որը մենք ենք ապրում այսօր, եւ ինչ լուծումներ ու ուղերձներ է փոխանցում էպոսը հայ հասարակությանը։ Խնդրեմ Դավիթ։ Նախ ինքս էլ ողջունում եմ Արտուշ ջան, շնորհակալ եմ առաջարկի համար, թե այսօրվա հանդիպման համար, ողջունում եմ այն հանրությանը, ովքեր լսելու են ու լսում են մեզ։ Շնորհակալ եմ նաև բարձրացրած հարցի համար, որտեղ այո, շատ կարևոր հարց է կարծում եմ մեր իրականության համար, քանզի իրոք մեր իրականության մեջ շատ ենք հեռացել էպոս հասկացողությունից, որը մեր կամ ամեն ազգի արմատն է, ամեն ազգի ձևավորման պատմությունն է։ Չգիտես ինչի համար թույլ եմ բռնում կա, որ էպոսը կամ հեքիաթները հորինված տեքստեր են, բայց դա այդպիսին չի։ Բնականաբար այն կերպարները, որոնք նշվում են հեքիաթներում կամ էպոսներում, պետք չի անպայման ցանկանալ հենց ռեալ իրական կերպարներ տեսնել, բնականաբար դրանք խորհրդանիշներ են, իսկ այդ խորհրդանիշները անմիջական կապ ունեն մարդ արարածի հետ։ Եվ այդ գաղափարով հանդերձ շատ եմ կարևորում այս հարցը եւ առհասարակ էպոսները դրանք համամարտկային պատմվածքներ են, որոնք հետագայում գրի են առնվել, քանզի ցանկացած էպոս կամ հեքիաթ եկել են խոսքով են իրար փոխանցվել, հա, բառ առ բառ փոխանցվել են եւ եկել մի օր հասել են այն բանի, որ երբ որ արդեն փոխանցողները, պատմողները չկային, այդ ավանդույթը չէր շարունակում, գրի առնվեցին, որ չմոռացվի։ Եվ փառքում ապատիվ մեր մեծերին, հայ ազգի մեծերին, Գարեգին Սևաստյանց, Կոմիտաս, Թումանյան, բոլոր մեծամեծերին, բոլորի անունները հիմա չտամ, ումոնց շնորհիվ հասել են այս ամենը, նաև փառքուպատիվ այդ պատմողներին, ումից հնարավոր է եղել գրի առնել եւ հասցնել մեզ։ Բնականաբար առաջին հերթին շատ կարևոր է ծանոթանալ այդ գրվածքների, այդ պատմվածքների հետ, ծանոթանալ ուղղակի ոչ միայն ընթերցելու չափանիշի մեջ, այլ ընթերցելուց պետք է հասկանալ, որ դա անմիջապես քո մի մասն է, այդ գիտակցությամբ ընթերցել եւ փորձել հասկանալ, որ դրանք թաքնագիտական շերտեր են իրենցից ներկայացնում, իսկ ծանոթ լինելով այդ գրվածքներին, քիչ-քիչ սկսի հարցեր առաջացնել, իսկ այդ հարցերը բնականաբար կգտնեն իրենց պատասխանները, որի օրինակ այսօրվա մեր հանդիպումն է։ Փորձեցի ծավալուն ներկայացնել, որպեսզի հետևորդները, ովքեր պետք է լսեն, հասկանան ինչ ասել է էպոս, կամ ինչի համար է պետք էպոսը ճանաչել, պետք է հասկանան, որ էպոսը, այո, դա տվյալ ազգի արմատի պատմությունն է, հիմքն է, առանց որի ազգը գոյություն չունի ուղղակի, ամբողջ ազգային մշակույթի հիմքն է, իսկ մշակույթի մյուս տեսակները այդ արմատի փոքրիկ ճյուղավորումներ են։
Ինչ կապ ունի էպոսը մեր իրականության հետ, կարծես թե հարցը այդպես էր հնչում, անմիջական կապ ունի էպոսի ցանկացած դրվագ։ Կարող եմ օրինակ բերել, օրինակ կցանկանայի նույն բերել Սանասարի եւ Բաղդասարի քաղաքաշինության կամ Սասուն քաղաքի կառուցման օրինակով, որ եթե ամեն մի երկրի ղեկավար գոնե այդ գիտակցությունը ունենար, որ ներկայացված է էպոսի մեջ, տվյալ երկիրը այս օրին չէր լինի, սենց ասած։ Օրինակս ինչու՞մ է կայանում։ Սանասարն ու Բաղդասարը, երբ իրենց պապու կողմից ստանում են գյուղացիներ, որ իրանց հետ պետք է ապրեն, տեղափոխում են Սասուն քաղաք, այն տարածքը, որը դեռ կառուցված չէր որպես քաղաք, եւ որոշում են կայացնում սկսել քաղաքաշինությունը։ Երկու եղբայր սկսում են մտածել սկզբից իրենց բերդամրոցը կառուցեն, որտեղ պետք է իրենք նստեին, թե սովորական գյուղացիների մարդկանց տները։ Եվ գալիս են համոզման, որ շատ կարևոր է սովորական մարդկանց օգնեն իրենց տները կառուցեն, որպեսզի մարդիկ իրենց գլխին տանիք ունենան, որից հետո նորացնեն բերդի կառուցմանը, բերդամրոցի կառուցմանը։ Եվ երկու եղբայր, քանի որ հսկաներ էին, հզոր էին, իրանք օգնում են, կառուցում են բոլորի տները, որից հետո անցնում են Սասնա բերդամրոցի կառուցման գործին եւ իրենց սկսում են օգնել մնացած ժողովուրդը։ Առաք ինչ կցուցանի, որ երկրի ղեկին նստած մարդիկ շատ կարևոր է առաջնահերթային մտածեն հանրության մասին, շատ կարևոր է հասկանան, որ առաջին հերթին, երբ որ մտածում են ժողովրդի մասին, այդ ժողովուրդը գլխի վրա դրած, հենց այդ ղեկավարին գլխի վրա դրած մանկը տա։ Իսկ քանի որ ունենք հակառակ գաղափարը, հակառակ գործողություններն ենք տեսնում, ու ոչ միայն մեր երկրում է դա կատարվում իհարկե, բայց օրինակը բերեմ մեր երկրով, ոչ միտեղ չեն սիրում երկրի ղեկավարին, որտեղ երկրների ղեկավարները առաջին հերթին իրենց պալատներն են կառուցում, իրենց ամրոցներն են կառուցում, եւ մոռանում են ճակերտների մեջ ասած ենթակա ժողովրդի մասին։ Դա փոքրիկ մի դրվագ վերեցի, որը շատ կարևոր է ամեն կառավարիչ իմանալուց, եթե փորձի այդ էպոսի օրինակով գործել, կարծում եմ աշխարհը կարա վերածվի դրախտավայրի։ Բացի դա, ունենք շատ դրվագներ, օրինակ նույն մեր էպոսի մեջ կան սխալներ, որոնք չեն փառաբանվում, օրինակ ի տարբերություն հին աստվածաշնչյան գրվածքների, օրինակ հին աստվածաշնչյան գրվածքներում ընտրյալ, այսպես ասած, ազգի կողմից կամ ընտրյալ ազգի ներկայացուցիչների կողմից արված սխալները, դրանք սրբացվում են շատ սխալներ։ Օրինակ, երբ որ Աբրահամը իր կնոջը վաճառում է մի քանի անգամ, դա սխալ գործողություն է, բայց դա արդարացվում է։ Երբ որ ազգեր են կոտորվում, առողջ բան չի, բայց դա սրբացվում է, արդարացվում է։ Իսկ մեր էպոսում, ի տարբերություն հրեական էպոսի, սխալը ունի իր հետևանքը, որն էլ ցույց է տալիս, որ մեր տեսակը դա այն տեսակն է, որ պիտի սխալ չգործես, եթե սխալ գործում է, ուրեմն դա պետք է թողի իր հետևանքը, բացասական հետևանքը։ Օրինակը բերեմ, եւ դա անմիջական կապ ունի ոչ միայն այսօրվա հայի հետ, ոչ միայն 1000 տարի առաջվա հայի հետ, այլ նաեւ ապագա հայի հետ եւ առասարակ մարդ տեսակի հետ։ Օրինակը նույն Դավթի օրինակը բերեմ, Դավիթը, որը անմահ էր եւ ոչ մեկի զարմը, ոչ մեկի զարկը չէր կպնում իրան, հարվածից չէր վնասվում ինքը, որտեղ անմահ էր։ Իր աջ թևին ուներ հավերժության խորհրդանիշը, հավասարաթև խաչը, խաչ պատերազմին, որ ասվում է, կամ խաչ պատերազմին։ Դավիթը իր փոքրիկ սխալի պատճառով կորցնում է այդ հավերժություն ունենալու հնարավորությունը եւ մահանում է։ Իսկ որն էր սխալը, երբ որ խոսք է տալիս, որ 3 օրից թե 7 օրից
կգնա կռվի, բայց մոռանում է ընտանեկան թմբիրի մեջ, կոմֆորտ կոչվածի մեջ, հա, ընկնելով մոռանում է, որ 7 օրից պետք է գնա հանդիպման, խոստում է տվել։ Իսկ քանի որ խոստումը մոռանում է, ինքը մտածված չի դրժում խոստումը, սակայն մոռանում է։ Մոռանալու շնորհիվ անցնում են տարիներ, 3 տարի հետո նկատում է գլուխը լվանալու ընթացքում, որ ձեռքի խաչը սևացել է։ Նոր հիշում է, որ ինքը խոստում է տվել, եւ 3 տարի հետո որ գնում որտեղ պետք է գնալ կռիվանելու համար, Չմշկիկ Սուրթանի աղջկա կողմից հարված է ստանում եւ մահանում է անմահը, մահանում է ինքը, որովհետեւ արդեն իրեն անմահություն ապահովող խորհրդանիշը սևացել է այն պատճառով, որ խոստումը չէր կատարել, թեկուզ եւ մոռացության պատճառով։ Նա թվում է անմեղություն կա, չէ՞, այստեղ մոռացել է, մենք էլ մոռանում ենք շատ բան։ Մեղավոր չենք, հիմա մարդ ենք, մոռանում ենք, բայց նույնիսկ այդ նրբությամբ ներկայացված է, որ եթե խոստանում ես, դու պետք է կատարես, եւ անմիջապես կապ ունի մեր էպոսը նոր կտակարանի գրվածքների հետ։ Հարց կառաջանա ինչպես, չէ՞ որ էպոսը դա ավելի հեթանոսական ժամանակներից եկած պատմվածքներ են, ավելի հին, քան նոր կտակարանը, բայց ասեմ Հիսուսը լավ գիտեր բոլոր աշխարհների այդ պատմություններն էպոսները։ Այո, աշխարհում ամեն գրված կապված են իրար հետ, եւ ինչով կապ ունի։ Նույն խոսքի հետ կապված Հիսուսը ինչ է ասում։ Ասում է՝ մի երթվացեք, այլ ձեր այոն թող լինի այո եւ ոչը ոչ։ Այսպես ասած, ով կհավատա, կհավատա, ով չէ, բայց ձեր խոսքի տերը եղեք, եթե խոսք եք ասում։ Նույն խնդիրը ներկայացված է մեր էպոսի մեջ։ Եվ դա ինչ է փոխանցում, օրինակ, ժամանակակից մարդուն հատկապես, որովհետև շատ ենք հեռացել այդ ամենից։ Նորից հուշում է, որ եթե մի խոսք ես տալիս, հատկապես կարող ենք հղում անել երկրի ղեկավարներին, եթե խոսք ես տալիս, դու իրավունք չունես քո խոսքը չկատարելու, իսկ եթե չես կատարում, ուրեմն մի սպասի հարգանք, մի սպասի, որ դու պետք է ապրես այնպես, ոնց որ կաս, նույնիսկ պատրաստ տեղի մահվան, կարելի է ասել, դավադրություն չհնչի, էպոսի խորհրդով եմ ասում, դա սիմվոլիկ է, խորհրդանշական է։ Դրա համար չի կարելի խոստանալ մի բան, որը չես անելու կոնկրետ ու ճիշտ ժամանակին, նույնիսկ մոռացության դեպքում, նույնիսկ տիեզերքը դա չի ներում, որովհետև երբ որ դու մեկին բան ես խոստանում, դա գրվում է տիեզերքում, մեզ թվում է բառ ասեցինք ու վերջ։ Խնդիրը որտեղ է, որ մենք պետք է փորձենք էպոսի նույն խորհուրդը վերցնելով, ինչի հենց էպոսի, որովհետև էպոսը դա գրվածք է, որը մեր սկզբնաղբյուրից սկսած այդ պատմվածքներն ու խորհուրդները, որոնք հազարամյակներ խորություն ունեն, իսկ հազարամյակներ առաջվանից արդեն ասում են, որ դու իրավունք չունես խոստում տալու չկատարել։ Մենք մեզ համարում ենք ավելի քաղաքակիրթ անձնավորություններ, քան հին հայերը, հին մարդիկ, բայց մեր խոսքի արժեքը կորցրել են։ Ահա ինչով կարող օգնի մեր էպոսը։ Դավիթ ջան, եղել է այդ ժամանակ, երբ որ ասել են հայի որդին ասած, ու դա ոնց որ համարվել է բան արդեն ստորագրություն, էլի, եթե հայը ասեց, հայի որդին ասեց, միանշանակ համաձայն եմ, ասեմ ավելին, հայ հեղինակները ավելի քիչ են խոսել այդ մասին, քան այլ հեղինակներ։ Նույնը 100 տարվա մենության գրքի մեջ կգտնենք Մոգի կերպարը, որը համարվում էր հայմոգ, մեկ անգամ գալիս է հայմոգի տեսքով։ Հարի Փոթերի գրվածքի մեջ կա հայ կերպարի մասին մի փոքրիկ հատված։ Շատ տեղեր են խոսում։ Մենք ենք, որ չենք ընկալում ինչ բարձր գիտակցության տեր պետք է լինենք, որովհետև եղել ենք եւ հիմա անկման ենք գնացել։ Բայց փառք ու պատիվ մեր հայ տեսակին, որ պահել եւ փոխանցել այդ էպոսի գրվածքների տեսքով այդ գաղափարները եւ երանել են նրանք, ովքեր կվերադառնան մեր էպոսին։ Գավլիցի ինքս անձամբ համամիտ չեմ այն գաղափարների հետ, որ հին Աստվածաշունչը պետք է չընթերցել, չկարդալ, հակառակը պետք է կարդալ, որ ավելի հասկանալ մեր էպոսը։
Դա մեր հակառակ 140 աստիճան հակառակ գրվածքներ են, բայց մեզ ճանաչելուն պետք է ճանոթենք եւ 5 կտակարան գրվածքին, որպեսզի հասկանանք, հետո ճանոթանանք էպոսին, մեր հայկական Սասնա էպոսին, որպեսզի հասկանանք խնդիրը, այդ 180 աստիճան տարբերությունը։ Եվ հենց դա է խնդիրը, որ շատերը օրինակ լսած կլինես քննադատելով ասում են քրիստոնեություն ընդունեցինք, սկսեցինք կործանման գնալ, բայց չեն ընկալում պատճառը, խոսքը, պատճառը Քրիստոսի հետևորդ լինելը չի։ Խնդիրը նա է, որ հենց Քրիստոսին վերածեցին կրոնի։ Եվ մենք համաձայնվել ենք, որ հավերժ լույսի ներկայացուցիչին տեղավորել ենք սահմանափակ կրոնի մեջ։ Քրիստոս ավելին է, քան կրոնը։ Մեր էպոսը ավելի շատ է Քրիստոսի մասին, քան հին Աստվածաշունչը, հինը։ Հարց կառաջանա բնականաբար ինչքանով է կապված, գաղափարախոսություններով, որտեղ նոր կտակարանը դա կենսագրություն պիտի չլինի մենակ, որ A կետում ծնվեց, B կետում խաչը ելավ, ամբողջը դա պետք է մարդու աճի հետ կապված գաղափարներ լինեն։ Մենք պետք է ընդունենք ավելի շատ Քրիստոսի փոխանցած գաղափարախոսությունները, այլ ոչ թե իր ընթանալիք ճանապարհը, կենսագրությունը։ Բայց ինչ է ասում, ինչ է փոխանցում Քրիստոսը, մենք դա պետք է հասկանանք։ Իսկ այդ գաղափարները անմիջական կապ ունեն մեր էպոսի հետ, հնդկական էպոսի հետ, իսկ ինչ կապ ունի կամ ավելի շուտ հարց բարձրացվեց, թե որ հատվածի հետ կապ ունենք մենք էպոսի, Որ որ ժամանակների, ինքս կփորձեմ կապել երկու ժամանակի հետ, որովհետև ավելի ռեալ հիմա մենք այն հատվածի մեջ ենք, երբ որ Դավիթը հայտնվել է փոսի մեջ, Մսրամ Ամելիքի փորած հորի մեջ, եւ չի դուրս գալիս, ոչ թե որ չի կարողանում, այլ նրա համար որ չի հավատում, որ ինքը կարող է դուրս գալ։ Եվ այն հատվածի մեջ ենք, երբ որ Ձենովահանը երազ է տեսնում, որ Դավիթ նեղության մեջ է, եւ Ձենովահանի կինը միակ էակը, որը մեր էպոսում օտարազգի է ներկայացված, որը հենց հերյա է, դա Ձենովահանի կինն է, Սառա անունով, որը կրում է նույն Աբրահամի կնոջ անունը, որը Սուրբ անուն է դեպիրանների մոտ։ Ձենովահանը, որը մեր ներսի ձայնի խորհրդանիշն է, երազ է տեսնում, որ Դավիթ նեղության մեջ եւ կնոջն ասում է վեր կաց, ձիս ու զենքերը բեր, որ գնամ Դավթին հասնեմ օգնության, կինն ասում է ինչ Դավիթը թող մնա իր համար հիմա քեֆ է անում, դու քնի քո համար քնում ուրիշի համար երազ ես տանում եւ 3 անգամ այդպես թմբիրի մեջ է պահում։ Մենք հիմա այն պահի մեջ ենք, որ թե քաղաքական դաշտում, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մեր իսկ համաձայնությամբ մնացել ենք այդ թմբիրի մեջ եւ մեր ներսի ձայնը, որը կանչում ասում է վեր կաց ոտքի կանգնի, տեր եղի քո մշակույթին, հետ գնա վերցրու, մի նայի քրիստոնյա է, հեթանոսա, քո արմատներին գնա։ Մենք դա լուրջ չենք ընդունում այդ ներքին ձայնին։ Այդ Սառայի քնքուշ խոսքերին տրվելով թմբիրի մեջ ենք մնում։ Սակայն պետք է հասնենք այն պահին, երբ որ Ձենովահանը 3-րդ անգամից հետո իր կնոջը քացով հարվածում ասում է դե ռադդ քաշի են կողմ գնա, հերիք այնց քնի մեջ պահես, ու ելնում ինքն է գնում ձի ընտրում եւ ընտրելով հրեղեն ձին հասնում Դավթի օգնության։ Եվ ո՞նց է օգնում ինքը Դավթին, ոչ մի զենքով, կանգնում է սարի գագաթին, վրան կապում է քարսուն գոմշի կաշի, որ չպատրվի գոռալուց, դա մեծ խորհուրդ ունի, որովհետև այդ բարձր գոռոցը դա մեր ներսին այն արդեն բարձր ձայնն է, որ ասում է հերիք եղավ, բոլ եղավ, արթնացեք։ Եվ կանչելով Դավթին ուժ է տալիս, մոտիվացիա է տալիս, ասում է Դավիթ վեր կաց այդ հորից, հերիք հատեղ մնաս, վեր կաց, քեզ թափ տուր։ Միայն այդ ձենից հետո Դավիթ իրան թափ է տալիս ու պարզում է, որ այդ քարերը, ջաղած քարերը թռնում են աչուձախ, ելնում ոտքի կանգնում ու տեղի ունենում են ինչ որ տեղի ունենում, իսկ ինչ է տեղի ունենում,
օգտագործելով իր հնարավորությունների 3 հարվածից ընդամենը մեկը երկու մասի է բաժանում հակառակորդ դաշտի։ Դավիթն ու Հայկը կամ Դավթի ու Մսրամելիքի կռիվն ու Հայկի բելի կռիվը դա նույն խորհուրդն է։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներսի ձայնին տեղի տանք, վեր կենանք այդ փոսից ու այդ մի հարվածով հարցը լուծենք։ Մի հարվածը դա ինքս չեմ առաջարկում, որ ելնենք քաղաքական հարց լուծենք, չնայած դա էլ վատ չի, սկիզբ այն ինչ-որ բանի։ Բայց ամենաառաջին հարվածը ու կարևոր հարվածը դա պետք է ուղղված լինի հենց մեր ներսի կապանքներին, որը նույն Մսրամելիքի խորհուրդն է, ոչ թե ներսի աշխարհին, այլ մեր ներսը տանող կապանքներին, շղթաները պիտի կտրենք, որովհետև այս նյութի դաշտը, նյութի աշխարհը, որ Մսրամելիքի տիրությունն է, չի թողնում, որ մենք մեր ներսի ձայնին, մեր ներսի Դավթին, որ այդ հոլի մեջ է գտնվում, արթնացնենք, չի թողնում, որ այդ Դավթին թողենք, որ ինքը դուրս գա։ Այդ Դավիթը, այն հոգին, որը մեր ներսում է, դա այդ հոլն է։ Լսում եմ, Արտուշյան, եթե հարցում Կները Դավիթն ըտավն ասմա հիշիր խաչ պատերազմին, որ քո աջ թևին մի փոքր կուզենայի դրա մասին էլ խոսայր, կամ Ձենովոհանը հիշացնում է, ասմա հիշիր պատերազմին, որ քո աջ թևին, որ դրանից հետո էլ ինքը դուրս գալի, այդ խորհրդանշի մասին խնդրեի մի փոքր։ Այո, ինչպես հարցը բարձրացրեցի, պատահական խոսքով չի դիմում Ձենովոհանը, մեր էպոսի մեջ կա մոգական, այսպես ասած, խոսքեր, հասն ու գինին տեր կենդանին Սուրբ Մարութաբարձր Աստվածածին, խաչ պատերազին, վրաչ քո թևին։ Դա մեր հերոսները ասում էին, թե կռվի գնալուց առաջ, թե ինչ-որ խնդիրներ լուծելուց առաջ։ Էլի նորից հարց էին բարձրացրել, իհարկե այդ մասին գուցե մի ուրիշ հանդիպում կանենք, ավելի կփորձենք ծավալուն խոսել, բայց խաչի խորհրդի մասին ուղղակի ասեցի, խաչի խորհուրդը դա հավերժության խորհրդանիշն է, որը մեր էպոսի հերոսները պետք է արժանանային, իրանք այդպես չէին ծնվում, օրինակ Դավիթ, երբ որ մերի ձիոն զենքերին պետք է արժանանար, տալիս է Ձենովոհանը, ամեն ինչը տալուց հետո Դավթին ասում է մի բան կա, որ ինձնից կախված չի, քեզ չեմ կարող տալ, դու պետք է 40 ծոներ, այսինքն 40 անգամ ծնկի գաս, աղոթք անես, եթե աղոթքդ ազնիվ լինի խնդրանքդ կամ ազնիվ լինի, Աստված քեզ կտա այդ շնորհ, եթե չէ, չես ստանալու։ Եվ Դավիթը 40 անգամ իր աղոթքը անելուց հետո արժանանում է այդ հավերժության նշանը եւ իր աջ թևին հայտնվում է հավերժության խորհուրդը, որը մեր Սասնա էպոսում կոչվում է խաչ պատերազմի։ Եվ դա ապահովում է հենց տվյալ հերոսի հավերժության ընթացքը, մինչև որ տեղի ունենում որոշակի սխալ եւ վերջ, արդեն տվյալ հերոսը արժանի չի լինում այդ շնորհին, որտեղ փոքրիկ նշանը հերիք է, որ դու զրկվես տիեզերքի կողմից տված շնորհից։ Իսկ ինչ վերաբերում է գինուն Սուրբ Մարութա Աստվածածնին, գինին նաև կարող ենք խորհրդանիշը տեսնել Նոր Կտակարանում, երբ Հիսուսն է գինու հետ կապված որոշակի խոսքեր ասում, այո, գինին դա կյանքի խորհրդանիշն է, կյանքի մասին բարձրացնվում է, որ շատ կարևոր դեր ունի մեր էպոսում։ Մարութա Աստվածածին եկեղեցին դա հոգու կանչի մասին է խոսքը, որ առանց հոգու մենք ոչինչ ենք, հոգու կարևորության մասին է խոսքը, որը պետք է բարձրացնվի, այսինքն այդ խոսքերը ասելուց կանչում ենք օգնության հոգու աշխարհին եւ հավերժության խաչի օգնությանը դիմելով գնում ենք դեպի առաջ։ Դրա համար են ասում
հացն ու գին եւ հացի մասին իդեպ չասեցի, իսկ հացը էլի նոր կտակարանում տեսնում ենք, ինչպես Հիսուսն է ներկայացնում, ասում է սա է իմ մարմինը, չնայած դժբախտաբար կանիբալիզմ են տեսնում, որտեղ չեն ճանաչում Հիսուս Քրիստոսի ով լինելը։ Հիսուս երբ որ ասում է սա է իմ մարմինը, ինքը արդեն ի նկատի ուներ քրիստոսական մարմինը, իսկ Քրիստոսի մարմին նշվում է հոգևոր մարմին։ Երբ որ դու այդ հացի խորհրդանիշը դա առասարակ հոգևոր սնունդի մասին է խոսքը, դրա խորհրդանիշն է։ Երբ որ Հիսուսը տալիս էր որպես իր ներսի գիտելիքի եւ հոգևոր խորհրդանիշի նշան, որ ուտեն, ոչ թե որ ասում է սա իմ մարմինն է, շատերը հասկանում են ֆիզիկական մարմինը եւ տանում են դեպի կանիբալիզմի։ Շատ նուրբ է դաշտը խառնելու համար, բայց պետք է զգույշ լինել, ճանաչել է պետք դրա համար այն էակին, որ ասում է տվյալ բանը։ Նույնը մեր էպոսում կա հացն ու գինի տեր կենդանին, իսկ տեր կենդանին դա հավերժ կենդանի արարչի մասին է խոսքը։ Ճիշտ է, քրիստոնեական ժամանակաշրջանում, քանի որ քրիստոնյա շրջանում են պատմողները պատմել եւ հավաքագրողները հավաքագրել, ավելի քրիստոնեացված խոսույթով են ասել։ Սուրբ Մարութ Աստվածածին, այսինքն Սուրբ Մարիամ Աստվածածնի մասին է խոսքը, Տեր կենդանին, Տեր Աստված գաղափարի մասին է խոսքը, բայց ավելի հնում մի քիչ այլ կերպ են ասել։ Դե դա նորմալ է, որ ժամանակի մեջ, երբ որ դավանաբանություն է փոխվում, մարդիկ սկսում են այդ տեսանկյունից նայել, բայց կարևորը հիմքը պահպանված է փոխանցվել մեզ։ Եվ կուզեի մի փոքր խոսել են հատվածի մասին, եւ որ ասեցի երկու մասի հետ եմ համեմատում, բայց իրանք երկուսն են շատ նման են իրար։ Երկրորդ մասը դա մահերի քարանձավ մտնելու եւ քարանձավից դուրս գալու խորհրդի մեջ ենք մենք հիմա։ Դա նայ Դավթի փոսի մեջ եւ մահերի քարանձավի մեջ հայտնվել է։ Երկուսներն են խորհուրդն ունեն։ Եվ ինչպես մահերն է ասում, միջև ցորենը չդառնա ինչ մասուր, այսինքն մասուրի պես, միջև գարին չդառնա կույզի չափ, ես դուրս չեմ գա, ասել կուզի, իհարկե հանդիպումներից մեկում խոսել եմ այդ մասին, ասել կուզի, որ այնքան է փոքրացել այս աշխարհում ամեն ինչ, պետք է մեր ներսի հոգին մեծացնենք, այդ փոքրացած հոգին այնքան մեծացնենք, որ արժանանանք մահերին տեսնելու, այսինքն երբ որ մեր ներսի հոգևոր այդ լույսը, հոգին, գիտելիքը կմեծացնենք, մեր ներսից դուրս կգա մահերը, իսկ մենք ինչպես Դավթի հորի խորհրդանիշն ենք, նույն ձևի այդ ագրավաքարը դա մենք ենք, իսկ մահերը դա նույն հոգին է, ինչպես Դավիթն է հոգին, նույն խորհրդանիշն է, որը պետք է դուրս գա։ Խնդիրը ինչու եւ Դավիթ եւ մահեր։ Դա նաեւ ցույց է տալիս, որ կյանքը ամեն ժամանակ ունենում է փուլ։ Ինչպես Դավիթը իր փուլի մեջ հայտնվեց հորում, հետո հազարամյակներ հետո, որտեղ դրանք հազարամյակներ հետոներ են, մահերն է մտնում ագրավակար։ Այդ ընթացքում մարդկությունը իր պատմությունը շարունակում է, ելի գնում է դեպի դեգրադացիոն, ոնց որ հիմիկվա մարդկությունն է դեգրադացման գնացել, եւ հաջորդ կետին հայտնվում է մահերը, եւ մահերն է սկսում դաս տալ, ասում է դες դուրս կգամ միջև այսպես կլինի։ Մենք այդ ժամանակի մեջ ենք, տեսնես ինչ անմիջական կապ ունի մեր կյանքի հետ, այս հիմիկվական կյանքի հետ։ Այսինքն մահերը մեր մեջ է, մեր ներսից պետք է մահերը դուրս գա, ոչ թե այն ագրավակար որպես է ջայրն են պատկերացնում, այլ այո, այդ ագրավակարը դա հին ժամանակներից արել են, գրել են ինչ-որ բաներ, որ չգիտեմ իհարկե ինչա գրված, կարծես թե ինչքանով գիտեմ այդ էպոսի խոսքերի հետ շատ կապ չունի, նաև շատ ագրավակարեր կան, գտել են, ամենայն դեպս այդ պատմությունը, որը կա խորհրդանշաբար, դա մեր ներսի մասին է, եւ եթե դու դրսում ես ման գալիս դա, ուրեմն անցել է այդ ժամանակ, մենք կապ չունենք, վերջ,
բայց դա ներսի աշխարհի մասին է, մեր անկումների եւ վերելքների մասին է, որը հավերժ պետք է գնա։ Ամեն ժամանակներում ինքը ակտուալ է դա, ամեն ժամանակներում ինքը աշխատող գրված կա պատմությունը։ Եվ ամեն ժամանակներում հայտնում են մարդիկ, ովքեր ուզում են ներսի պահանջից ելնելով իրենց ներսի աճը գրանցեն։ Այդ աճը գրանցելը լույսը մեծացնելը դա նույն քրիստոսացման process-ն է, գործողությունն է։ Նույն քրիստոսացումն է մահերի ժայռից դուրս գալը։ Նույն քրիստոսացումն է Դավթի հորից դուրս գալը եւ հաղթանակի հասնելը։ Մի քիչ տարբերությունները, որտեղ այնտեղ մարտի է բռնվում, ստեղ մահերը դուրս է գալու ժայռից։ Նայած որ ժամանակի մեջ ես, որ փուլի մեջ ես։ Ամբողջ մեր էպոսը ամեն անհատի աճի հետ է կապված, եւ ֆիզիկական եւ ներքին աճի։ Երբ որ մենք դա ընդունում ենք որպես հոնիվազք, մեր խնդիրը գիտեք որն է, մեր ամենամեծ խնդիրը, որ մարդիկ կուրորեն հավատում են, որտեղ իրանց հավատացրել են, որ Մովսեսը գավազանով խփեց եւ ծովը բացվեց, sense սпасեց, որ ամբողջ հրե ազգը պետք է անցնի, հավատում են ավելի շատ, քան թե իրեն կարող է հավատան իրենց ծնողների ներկայությանը։ Բայց ասում են հորին վասկա, երբ որ Դավիթը հորից դուրս եկավ եւ Մսամվելիքին հաղթեց։ Ասում են հորին վասկա, երբ որ Դավիթը մտավ քարանձավ, քարը դրեց քարանձավի դուռը փակեց եւ դևերին հաղթեց։ Ինչի ծովը կբացվի դա հնարավոր էր եւ Դավթի դևերին հաղթել հնարավոր չէ։ Մարդիկ չեն գիտակցում, որ նույն Դավթի քարանձավ մտնելը, դուռը փակելը եւ դևերի հետ պայքարելը, դա նույն դեպի ներս գնալ եւ ինքնագիտակցումը, ինքնաճանաչողությունը արթնացնել եւ հաղթանակ գրանցելու մասին է խոսքը։ Դա նույն իհարկե կքարկոծեն շատերը, եթե քրիստոնեական դաշտից չեն ուզում մի փոքրիկ դուրս գալ, բայց դա նույն մեդիտացիոն գործողության մի դրվագ է, որը մենք ունեցել ենք մեր էպոսում մի քանի անգամ խորհրդանշաբար ներկայացված է։ Մտիր քո ներս, ոնց որ Հիսուսն է ասում։ Իդեպ հերու չի քրիստոնեական դաշտից, որտեղ Հիսուսն ինչ է ասում, ասում է աղոթք եթե պետք է անեք, մի գնացեք հանրային տարածքներում արեք, որպեսզի բոլորը ձեզ տեսնեն ու ծափարեն։ Այլ ասում է մտիր քո սենյակ, փակիր դուռը քո հետևից եւ արա աղոթքը այնպես, որ լինի շատ ծածուկ, ոչ մեկ չլսի։ Իսկ ինչով էր տարբերվում Դավթի քարանձավ մտնել դուռը հետևից փակելուց։ Դա նույն սենյակն է։ Իսկ մեր ներս իսկ մտնել քո սենյակ դուռը փակել, այսինքն մտնել քո ներս, առանձնանալ բոլորից եւ քո ներսից, քո սրտից, քո ներքին ցանկություններից ելնելով քո գոհությունը հայտնել։ Բոլորը կապ ունեն իրար հետ, բայց մենք սիրում ենք առանձնացնել, հետո էլ ասում ենք չենք ճանաչում։ Մասնատիր, որ հեշտ իշխես գաղափարը, ամենուր է աշխատում։ Երբ որ առանձնացնում ենք, քրիստոնեական դաշտը քարկոծում է մնացած հավատալիքներին, բնականաբար եկեղեցի տաճար մտնելը հրաշալի բան է, բայց մտնողները այդ հայրերին կուրորեն լսող մարդիկ, ովքեր ալարում են գիրք բացեն, իրանք մնում են այն սահմանափակ գաղափարի դաշտի մեջ, որ լավագույն դեպքում պետք է ինչ-որ աղոթքի դիմաց վճարեն, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը աղոթք անի։ Կամ եկեղեցում ուղղակի հանրության մեջ փորձեն ձեռքերի ժեստ անեն մոմ վառելու միջոցով լուսանկարվեն ու դուրս գան, դա համարվի եկեղեցի հաճախել։ Այդքան հեռացել են։ Բայց շատ չծավալվելու համար կաշխապենք, քանզի ներկայացվեց, թե ինչքան կապ ունի էպոսը մեր կյանքի հետ, հիմիկվա կյանքի հետ։ Դավիթ ջան, այդ հերքին բանը դևերը կարծում եմ մեր հերսի որակներն են, մեր հերսի կախվածությունները ու կապվածություններն են, որոնք Դավիթը փակելով ու ներս գնալով հաղթահարում է ու այլ ավելի ուժեղացած դուրս է գալի։ Եթե կարելի է քո տեսանկյունն էլ այս բանը դևերի մասին
Այո, Արտուշ ջան, իհարկե, առասարակ դև հասկացողություն նշանակում է Աստված, որս մենք դևեր նշանակում են Աստվածներ։ Մի խնդիր ունենք, կարճ ասեմ, որ Աստված հասկացողությունը մենք ընկալում ենք հատկապես քրիստոնեությունից հետո մի էակ, մեծ էակ ու վերջ։ Այնինչ, բայց ով է ասել, որ պետք է Աստված մեկ լինի։ Վերջ-վերջում 5 տակարաններ կա բազում աստվածների մասին հուշումներ, երբ ասում է եկեք իջնենք, տեսնենք մարդկանց որդիները ինչ են անում, կամ ասում է ինձանից բացի այլ աստվածների չընդունեք ու չպաշտեք, չէ՞։ Բայց նաև ասում որ տարբեր աստվածներ կան, Աստված չար ուժերներ են աստվածային ուժեր, իրանք էլ են աստվածներ, երբ ասում բազում աստվածներ կան, բոլորը նույն գործողությամբ չեն զբաղվում։ Այո, կան մեծ եւ փոքր աստվածներ։ Փոքր աստվածներին ավելի փոքրիկ աստվածներին կոչել են նաև դևեր։ Փոքրիկ ասելով ավելի ոչ լայն գործողություններ կատարող աստվածների։ Հիմա շատ այդ մասին չեմ ուզում ծավալվել, բայց ինչպես դու նկատեցիր, դևերը դա մեր ներքին զգացողություններն են, էմոցիաներն են, հենց այդ էմոցիաներն ու զգացողությունները հովանավոր աստվածներ ունեն, դրան դևեր ասում։ Շատ անգամ մենք անում ենք գործողություններ մեր կամքից դուրս եւ հետո փոշմանում ենք։ Մտածում ենք ոնց եղավ, որ ինքն իրան տես մի բան պատահեց։ Ուղղակի մենք սնել ենք տվյալ ուժին, տվյալ աստվածությանը մեր ներսը, շատ ենք սնել մեծացրել եւ ինքը արդեն ինքնագլուխ է մեկ-մեկ գործում։ Դրա համար շատ անգամ ժեստ ենք անում, խոսք ենք ասում, որի շնորհիվ դիմացինին նեղացնում ենք, վիրավորում ենք, հետո փոշմանում ենք, անկախ մեր կամքից է դա ստացում թվում է, բայց մենք ենք մեծացրել, տեղի տվել այդ դևին մեր ներսում։ Իսկ Դավթի կատարած գործողությունը նշանակում է, որ ինքը փակեց նախ ինչի համար փակեց ժայռի դուռը, որ այդ դևերը չփախնեն, որ պայքարի մեջ մտնի։ Եվ ինքը մտնելով այդ ժայռի ներս, այսինքն իր ներս, պայքարի մեջ մտավ այդ դևերի եւ հաղթող դուրս եկավ։ Առաք ինչ կցուցանի, որ երանելի են մարդը, ով ոչ թե իր էգոն կբարձրացնի, կասես ամենալավն է, այլ ինքը կընդունի, որ իր ներսում կա դևեր, կմտնի իր ներս, պայքարի կմտնի իր բոլոր ներքին խնդիրների հետ, որից մեկը կարող որկրամոլությունը լինի, մեկը կնամոլությունը լինի, կախվածությունների որոշակի տեսակներ լինեն, դաժանությունը լինի, ատելությունը լինի, կախվածությունը լինի, չափից դուրս խղճահարությունը լինի, որը վնասում է ամեն անգամ մարդուն։ Եվ այդ բաները, որոնք վնաս են տալիս մեր կյանքում, դրանք այդ դևերն են, պետք է մտնել ներս Դավթի օրինակով, փակել մեր ներսից դուռը եւ այդ դևերի հարցը լուծել։ Իսկ ինչպես են դևերի հարցը լուծում։ Քո ներսի մեջ պայքարելով պետք է կարողանաս հաղթող դուրս գալ։ Այո, դա այդ դևերն են, մեր ներսի խնդիրներն են, որոնք լուծելու համար պետք է Դավթի օրինակը վերցնել։ Շնորհակալ եմ այս հարցերի համար, որովհետև կարծում եմ կարող է օգտակար լինել հանրությանը, ովքեր կլսեն, իսկ եթե կլսեն եւ կզգան, որ իրոք օգտակար է, նույնիսկ առաջարկեմ թող տարածեն, իգրեն իրենց հարցերը, որովհետև իրանք էլ այդ տարածումով ակտիվ լինելով շատ կարևոր գործ կանեն, գոնե մի փոքր ինչ-որ մի բան արած կլինեն, ինչի համար, ձեզ եմ դիմում հետևորդներ, քանզի մեր 21-րդ դարում այնքան ենք հեռացել ճշմարտությունից, որ ամենաթեթև սոլիկ կամ թեթև ինչ-որ կարճ տեսահոլովակները կամ անհասկանալի որոշակի վիդեոներ, հա, դրանք ավելի մեծ տարածում են գտնում մարդկանց մոտ, քան թե այն ամենը, ինչը որ օգուտ կարող է բերել։ Եթե մենք համաձայն ենք, որ մեր երեխաները, մեր սերունդը պետք է եւ ճիշտ է, որ մեծանան այդ անիմաստությունը կրելով, խնդրեմ, ուրեմն ամեն ինչ հիմա ճիշտ է կատարվում։ Իսկ եթե ցանկանում ենք, որ գիտակից սերունդ մեծանան, իհարկե ինչ որ խոսում ենք այս ալիքում, դա երեխաների համար չի, այլ 18
եւ բարձր մարդկանց համար է, ամենայն դեպս տարածելը նման նյութերը կխթանեք ամեն մեկդ, որ գոնե ձեր կողքինը եւս մի փոքր կդառնա դեպի իր ներս, կճանաչի ինքն իրան կամ գոնե փորձ կանի ճանաչելու եւ մի փոքր այլ իրականություն կկարողանանք ունենալ։ Իսկ այս տվյալ իրականությունը, որը մեզ դուր չի գալիս փոխելու համար, ամեն մեկից ներդրումն է պետք։ Կարծում եմ գիտելիքները տարածելը շատ կարևոր դեր կունենա նաև ձեր կյանքում, որովհետև գոնե կիմանաք, որ դուք էլ մի փոքր ներդրում արեցիք ապագայի համար։ Կարծում եմ արժեր այս մասին խոսել, Արտուշ ջան, ներողություն եմ խնդրում, եթե թեմայից դուրս էր, բայց դա եւս մեծ գործողություն է, եւս Դավթի քայլերից մեկն է, ներքին ձայնը մեր պահանջում է, որ մենք ճանաչողության գնանք, գտնում ենք որոշակի տեղեկություններ, բայց այդ տեղեկությունը, չգիտես խի, չենք ուզում տարածել։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, բայց մեր ազգային արժեքներին ծանոթացնելու որոշակի թաքնագիտական շերտեր բացելու մեր ինքնաճանաչողությունը, ինչպես քո ալիքն է կոչվում, մեզ դեպի ինքնաճանաչում տանելու ու հատկապես այդ ինքնաճանաչումը մեր ազգային հենքի վրա, մեր էպոսի, մեր հեքիաթների հիմքի վրա անելու համար, որը կարծում եմ շատ կարևոր է այսօրվա մեր հասարակության համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում քեզ Դավիթ ջան ժամանակի հնարավորության տրամադրման համար։ Հուսով եմ էլի հարցեր կլինեն եւ էլի կզրուցենք այդ հարցերի վերաբերյալ։ Սիրով Արտուշ ջան, ինչքան կկարողանամ միանշանակ կլինեմ տվյալ տեղում, տվյալ պահին, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Շնորհակալ եմ քեզ էլ առաջարկի համար, հրավերի համար։ Եթե հարցեր լինեն, սիրով կհանդիպենք, ոչ մի խնդիր չեմ տեսնում, միայն ուրախ կլինեմ։ Հաջողություն։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, հաջողություն։